Արշակ arczepiskopos Խաչատրյանի պաշտպանական թիմը հրապարակել է 3 երկրներից՝ Ռուսաստանից, Սերբիայից և Մոնտենեգրոյից ստացված փորձաքննությունների արդյունքները։ Դրանց ընդհանուր եզրակացությունը նույնն է՝ Սրբազանին վերագրվող տեսանյութը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով։ Փաստաբանի խոսքով ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման տեսագրություն գոյություն չի ունեցել։ Վերլուծությունը վկայում է նյութի ստեղծման մասին նախապես կառուցված վիրտուալ միջավայրում։ Այսինքն այստեղ խոսքը գնում է հենց արհեստական բանականությամբ ստեղծված միջավայրի մասին, որ քանի որ այդ ամբողջ տեսագրությունը իրականության մեջ ֆիզիկապես գոյություն չի ունեցել, հետևաբար այս փորձաքննության համաձայն խոսվում է, որ դա վիրտուալ տարածություն է։ Փորձաքննություններով արձանագրվել է նաև, որ տեսագրության ձայնը չի համընկնում կադրին։ Մոնտենեգրոյից և Ռուսաստանից ստացված եզրակացությունների համաձայն ձայնը գեներացվել և մշակվել է առանձին, ապա կցվել տեսանյութին։ Ինչ վերաբերում է նույնականացման հնարավորությանը, 3 երկրների մասնագետներն էլ նշում են. տեսանյութի ցածր որակն ու լուծաչափը թույլ չեն տալիս վստահորեն նույնականացնել որևէ անձի։ Տեխնիկական բարելավումը կարող է բարձրացնել ընդհանուր տեսանելիությունը, սակայն չի ստեղծում բացակայող նույնականացնող հատկանիշներ։ Այսինքն ավելի հասկանալի լինելու համար ասում է տեսագրության որակը հնարավոր է մի քիչ լավացնել, բայց այնուամենայնիվ անհատականացնող այն նշանները, որի միջոցով հնարավոր կդառնար անձին նույնականացնել, դրանք վերականգնել հնարավոր չի։ Փաստաբանը նաև ընդգծում է, իրենք ի սկզբանե նույնականացման խնդիր չեն ունեցել, քանի որ համոզված են տեսանյութում արշակ սրբազանը չէ, ինչը հաստատվեց նաև փորձաքննությամբ։ Ըստ այդմ պաշտպանական կողմը պնդում է, գործով տուժողներ չկան և քննչական կոմիտեի հիմնական խնդիրը պետք է լինի ոչ թե պարզել տեսագրությունում ով է, այլ տեսանյութն արդյոք իրական է թե կեղծ։ Կեղծ տեսագրությունները ստեղծելու ճանապարհով փորձել են առատավորել այդ մարդու անունը, փորձել են ատելություն սերմանել արշակ սրբազանի եւ ընդհանրապես եկեղեցու նկատմամբ եւ հետեւաբար գործի քննության ուղղություններից մեկը կամ մեր համոզմամբ միակ ուղղությունը դա պետք է լինի եւ հետեւաբար պետք է քննություն իրականացվի այդ ուղղությամբ եւ հայտնաբերվեն այն անձինք, որոնք որ իրականացրել են այդ կեղծիքը եւ այնուհետ դրա տարածումը։ Փաստաբանի խոսքով սպասում են ևս 2 երկրից փորձաքննությունների արդյունքների, սակայն դրանք քննչական կոմիտե ներկայացնելու անհրաժեշտություն չեն տեսնում։ Նրա պնդմամբ փորձաքննությունները կազմակերպվել են ոչ թե ինչ-որ բան ապացուցելու, այլ հանրությանը ճշգրիտ և հիմնավորված տեղեկատվություն ներկայացնելու նպատակով։ Սեդա Գյուրեղյան, Անդրանիկ Մասուրյան, ABC Media։